տաղավարում առաջին անգամ եք, մի շարք հարցեր կա, կուզենայինք քննարկել, թեպետ հետևում եք, տեսնում եք, որ տարբեր եթերներում լինում եք, դուք այլևս ազատության մեջ եք, այսպես ասեմ, ազատությունը շատ պայմանական է, որովհետև ինչ սահմանափակումներ այնուամենայնիվ կան, 5 ամիս շարունակ դուք այս օկուպացիոն ռեժիմի կողմից բանտված եք եղել, առիթ ունեցել եք խոսելու, թե ինչ պայմաններ են, ինչ են, հիմա ձեր խոսքի մեջ եք, պիտի խնդրեմ, եթե հնարավոր է նաև ինչ-որ բաներ փոխանցեք, մինչ դրան անցնելը, ասեմ, որ մեր 4 սրբազանները շարունակվում են փակված մնալ, պղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվում է, վստահ եմ, որ ծանոթ եք 3 առաջին օրը հերթական Բուդայի հետ կապված իր խոսքն էր հղել Միքայել Սրբազանը, շատ հետաքրքիր էր, որովհետև, այսպես ասեմ, ամբողջապես մերկացրել է ընդհանրապես այս իրադավների բոլոր քայլերն ու գործողությունները եւ խոսքը կետ առ կետ։ Երևի ճիշտ կլինի, որ սկսենք դրանից, շարունակ սրբազանները փակված, իրադավների գործողությունները եւ արշավը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Տեսեք, երբ որ հունիսի 25-ին եկան մեզ ձերբակալելու, ես ապշած էի, թե ինչպես կարող է հայկական պետություն ունենալու պարագայում Հայաստանում եպիսկոպոս ձերբակալվել։ Շատ ծանր էի տանում այդ փաստը, անկախ նրանից, որ Բագրատ Սրբազանը իմ շատ հարազատ անձնավորություն է, իմ հոգևոր հայրն է, այսպես ասած։ Ինձ համար ցավալի էր, բացի նրանից, որ հենց Բագրատ Սրբազանին են ձերբակալել, որ ընդհանրապես որևէ եպիսկոպոսի հայոց պետության մեջ կարողա ձերբակալեն։ Ընդամենը մի քանի օր հետո Միքայել Սրբազանին ձերբակալեցին, էլի ինչ-որ աբսուրդ գործով, եւ դրանից հետո տեսնում ենք արդեն մյուս 2 եպիսկոպոսներին, ընդ որում եպիսկոպոսներից մեկը ձերբակալված է զուտ այն պատճառով, որ ինքը վեհափառ հայրապետի արյունակիցն է, հա, այսպես ասած, քրոջ Այո, Մկրտիչ Սրբազանը զուտ ձերբակալված է այն պատճառով, որ ինքը Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Սա մեծ մեղք է, որը ոչ միայն, այսպես ասեմ, իշխանությունների մեղքն է, այդ մեղքի վճարը տալու ենք մենք բոլորս։ Մենք երկար տարիներ դրա տակից չենք կարողանալու դուրս գալ։ Ցանկացած գործված մեղք ինքը ազդում է ամբողջի վրա։ Ինչու ենք մենք ուզում, որ այս ամեն ինչը փոխվի, այսպես չլինի, ոչ թե այն պատճառով, որ անձնապես մեզ են կպնում, այլ մեր սերունդները սերնդեսերունդ պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանի ու իր այս թուրքամետ խմբակի արած գործողությունների համար։ Եկեղեցին վերջի խրամատն է մնացել։ Արցախի հանձնումից հետո Արցախն էլ է շատ մեծ արժեք մեզ համար, մինչև հիմա է, իրենց համար մնացել է մեկ խոչընդոտ։ Դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Դա պետք է իրենց, իմ կարծիքով, սուբյեկտիվ կարծիքով, ու վստահ եմ, որ այդպես է, նաև նրա համար է արվում, որպեսզի կարողանան այստեղ ադրբեջանցիների հետ բարեկամություն անեն, բերեն վերաբնակեցնեն։ Ես տավուշեցի լինելով մի բան գիտեմ, ինչու են տավուշում կրոնը եկեղեցին շատ ճնշել 20-ական թվականներին խորհրդայնացումից հետո, որովհետև մենք Վրաստանի ու Ադրբեջանի սահմանն էինք ու այդ շրջանում, որպեսզի խնդիրներ չլինեն միջազգային, պետք էր ազգերի ամենագլխավոր իրարից տարբերող հատկանիշը ճնշել, այդ մեծ արժեքը ճնշել, դա ինչն էր, մեր հավատքն էր, մեր կրոնն էր, ու այդպիսի գործողություններ ոչ միայն տավուշում են արել, այլ մեր սահմանակից շրջաններում, Վրաստանում եւ Ադրբեջանում խորհրդային միությունը այդ բոլոր շրջաններում շատ ուժեղ ճնշել է կրոնը, որպեսզի կարողանա փորձել հայերին, ադրբեջանցիներին եւ ինչ որ առումով էլ նաեւ վրացիներին իրար հետ հաշտ ապրեցնել, բայց մենք 70 տարվա ընթացքում տեսանք, որ հաշտ ապրել հնարավոր չի իրենց հետ, որովհետեւ 31,000 քառակուսի կիլոմետրով մենք մտանք խորհրդային միության մեջ, 29,800-ով դուրս եկանք։ Ինչու է այդպես եղավ, որովհետև Ադրբեջանը 70 տարվա ընթացքում քիչ մեր հողերը վերցնում էր, մեր տարածքները վերցնում էր, ինչ որ անկլավներ էին ստեղծվում մեր տարածքում։ Մի այտենց շատ լավ դեպք ունենք, որը կատարվել է Շամշադինի շրջանում,
70-ական թվականներին, եթե չեմ սխալվում, 70-ականների սկզբին ադրբեջանական կոլխոզը դիմում է մեր հայկական կոլխոզին տենց հարևանությամբ գտնվող, ասում է ձեր տարածքում պետք է շենքեր կառուցենք։ Մերոնք գիտեն, որ սրանք եկան շենք կառուցեցին, ինչ ա լինելու, մենակ այդ շենքը չի լինելու իրանց։ Քիչ այդ տարածքները վերցնելու են։ Ասում են չենք տալիս։ Այս ադրբեջանցիք գնում դիմում են մինչև Մոսկվա, որպեսզի իրենց տարածք տրամադրեն, ասում են դե մի պետություն ենք, ինչի չեն տարածք տրամադրում, Մոսկվայից կանչում են այդ տարածքի, չգիտեմ այն ժամանակ ոնց էր կոչվում, ղեկավարին, կանչում են իրանց մոտ, որ գնա ներկայացնի, թե ինչու չի տալիս, որ մի հատ էլ նեղացնեն, ասեն կգնաս կտաս այդ տարածքները, այս մարդը գնալուց գիշերը որ պիտի գնա, ասում է մինչև հասնեմ տեղ, այդտեղ շենք կառուցած լինեք, որտեղ իրանք ուզում են։ Այս տեղի ժողովուրդը իրանց այդ ամբողջ կոլխոզով առանց հիմքի բանի մի հատ այնքան որ շենք է կառուցում այդ մի գիշերվա ընթացքում, որ գնում է Մոսկվա, այս մարդը ասում են ինչի տարածք չեք տալիս, ասում է դե մենք արդեն այդտեղ մեզ համար շենք ենք կառուցել, չենք կարող տալ ու այդ տարածքը չեն տալիս։ Այսինքն իրանք ամենաստոր, ամենավատ քայլերին էին դիմում մեր տարածքները վերցնելու համար, բա հիմա ինչ են անելու։ Հիմա ավելի վատ են անելու, հիմա նենց սերունդը անդեղ մեծացել ու իրենց խանգարող, այո, հայատյաց սերունդ են մեծացրել, ու իրենց շատ մեծ խանգարող հանգամանք, այո, այս իրենց հայրենիքն է, շատ տեսանյութեր են իրանք պատրաստ է ամբողջ աշխարհում են այդ տեսանյութերը տարածում տարբեր լեզուներով, ես ռուսերեն որոշ տեսանյութեր տեսել եմ, որ Դիլիջանում ապրած ինչ-որ ադրբեջանցի օրինակ, խոսում է լացելով այնքան է սրտաճմլիկ են սարքում, որ սկսում ես նույնիսկ ապրումակցել, էլի, իրանց ասում է Դիլիջանի, ես դիլիջանցի եմ, դրա համար եմ էլի այդ տեսանյութերը նայել, իմ տատիկը ասում է այդպես էլ մահացավ երազելով, որ իր հայրենի Դիլիջանի այդ ոսկե աղբյուրից կգնա էլի ջուր կխմի, տենց աղբյուր ունենք էլի Դիլիջանում, ասում է վերջապես այս 20 թվականի պատերազմից հետո հույսը առաջացավ արդեն, վստահ ենք, որ կվերադառնանք մեր հայրենիքը, տենց պատմում է իր ուսուցիչների մասին դպրոցի, չգիտեմ, Դիլիջանում ինչ-որ ընկերուհի ա ունեցել։ Մի խոսքով, այդպես իրենք անընդհատ այն թելը տանում են առաջ, որ իրենք պիտի գան ստեղ ապրեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանից գաղափարախոսությունը այն է, հիմա ինչ են տենց Սփյուռքի հետ կապերը կտրում իրանք, որ այո կլինի Հայաստան երկիր, բայց պարտադիր չի, որ այդ Հայաստան երկիրը լինի ամբողջ աշխարհի հայերի երազների ու իղձերի կենտրոնը, ոնց որ եղել է միշտ։ Մեր ամբողջ աշխարհի հայության երազները եղել են կապված Հայաստանի հետ, ու մարդիկ տարիներով ներդրումներ են արել ու շատ մեծ մասով էլ եկեղեցու միջոցով է այդ կապվածությունը եղել։ Հիմա այդպես փորձում են ճյուղերը կտրեն, որպեսզի կարողանան այստեղ ստեղծեն ինչ-որ մի տարածք, որի անունը, ինչպես Միքայել Սրբազանն ասում էր, կմնա Հայաստան, բայց չգիտենք ում համար կլինի այդ պետությունը, ով կապրի այս երկրում։ Հայաստան անունը չի մնա, մի քիչ ռոմանտիկ է բանը։ Հա, հավանաբար, չգիտեմ ինչ անուն կթողնեն, բայց պիտի թույլ չտանք, որ այդպես լինի։ Ինչ ունեք ասելու այդ իրադարձներին։ Ես վստահ եմ, որ շատերին ճանաչում եք, ձեր համար ինչ է սա, եւ Անկեղծ ասած անձնական շփում իրենց հետ երբևէ չեմ ունեցել, այսինքն ունեցել եմ, բայց քիչ, այնքան որ մոտեցել եմ օրհնություն եմ խնդրել, տենց կարող է ընդհանուր զրույցին մի կողմ քաշված ես էլ լսած լինեմ ինչ են զրուցում, այդպես որ ասեմ սերտ շփում եմ ունեցել, չէ։ Բայց ես անկեղծ ասած հույս ունեմ, որ անառակ որդու նման իրենք մի օր կվերադառնան հայրական գիրք, չնայած երբեմն մտածում եմ արդեն այդ անվերադարձելիության կետը իրենք անցել են, այն ամեն ինչ որ իրենք անում են, կտրում է այն վարակ մնացած արահետը, որով իրենք կարող են վերադառնալ հայրական, իրենց հայրական օջախը, շատ անկեղծ ասած մեծ ցավով եմ միշտ իրենց մասին խոսում, որովհետև եկեղեցին իմ տունն է։ Ես այդ եկեղեցում եմ մեծացել, այդ եկեղեցում եմ կոփվել, այդ եկեղեցին է նաև ինչ որ չափով իմ մեջ այդ արժեքաբանական համակարգը դրել, բացի նրանից, որ ընտանիքն է, հա, այդ արժեքները դրել իմ մեջ, ես կերտվել եմ այս եկեղեցում ու երբևէ չեմ պատկերացրել, որ մեր եկեղեցում կարող է լինել այդպիսի ստախոս, զազրախոս եպիսկոպոսներ եւ քահանաներ, որ տեսնում եմ ինչ են անում, մարդիկ կա օրինակ այնտեղ
կարգալույսներից, որ մտերիմ եմ եղել հետները, տեսնում եմ իրենց գրասները, շատ մեծ ցավ եմ ապրում, բայց չեմ էլ կարողանում իրենց վատ բաներ ասել, որովհետև հույս ունեմ, եթե վեհափառ Հայրապետ օրինակ մինչև հիմա այդ մարդկանց կարգալույս չի անում, միգուցե վեհափառն ավելի շատ է տեսնում, քան ես, միգուցե ինքը տեսնում է, որ դեռ կա այն ճանապարհը, որով իրենք կարող են վերադառնալ, չգիտեմ, Աստվածաշնչում մի լավ առակ կա, որոմների առակը, որոմը գիտենք, մոլախոտ է, մեր դիտողներին էլ ասեմ, ինչ է որոմը, որոմը իր տեսքով շատ ցորենին նման բույս է, բայց ինքը մոլախոտ է, եւ ինքը եթե ցորենի հետ աճում է, խանգարում է ցորենի աճին, այսպես ասած, բայց ինչով է ինքը ցորենից տարբերվում, ինքը փուչ է, պտուղ չի տալիս, տեսքով շատ նման է, բայց փուչ է, պտուղ չի տալիս, հիմա Աստվածաշնչում կա մի հատ առակ որոմների մասին, երբ որ թշնամին գիշերը գալիս է որոմ է ցանում, ինչ որ մեկի արտի մեջ, ծառաները տեսնում են, որ որոմ է աճել, գնում են տիրոջը ասում են, այդ որոմները քաշենք հանենք, ասում է չէ, հիմա որ քաշեք հանեք, հնարավոր է այն լավ պտուղներին էլ վնաս տաք, թողեք մեծանան իրենք, որովհետև դեռ չես կարող զանազանել որն է որոմը, որը ցորենը, թող մեծանան, երբ որ իրենք արդեն հասուն ցորեն են լինում, որը որոմ է, քանի որ ինքը դատարկ, այսպես ուղիղ կանգնում է, բայց ցորենը, քանի որ ինքը լիքն է, սենց գլուխը մի քիչ խոնար է լինում ցորենի։ Այդ դեպքում կկարողանանք զանազանել որն է որոմը եւ որոմը կհանենք ու կտանենք կայրենք։ Հիմա ոնց որ այդ օրերում ապրելուց լինենք, այն Աստվածաշնչի բոլոր պատմությունները որ կային, հիմա մեր կյանքում տեսնում ենք մենք։ Նույն որոմների առակը ինչով է նման այս մեր օրերի պատմությանը։ Չարը եկել է, այս մարդկանց սրտերում չար մտքեր է դրել, հա, չար ցանկություններ է դրել։ Այդ մարդիկ երբևէ չէին կարողանալու երազել լուսավորչի գահին նստելու մասին։ Հիմա, երբ որ հայտնվել է այս չարը Նիկոլ Փաշինյանի տեսքով, իրանք վերջապես ունեն այդ հույսը, որ կարող է իրենցից որևէ մեկին այդ գահը արժանանա, բայց իրանք արժանի չեն այդ գահին։ Իրենք չեն կարողանալու այդ գահը վերցնել, որովհետև այս եկեղեցին ու այդ գահը հիմնել է Հիսուս Քրիստոս եւ իրենք Աստծո դեմ են դուրս եկել պատերազմի ու չեն կարողանալու հաղթել։ Հիմա երբ որ արդեն զանազանվել է չարն ու բարին, որոմը ցորենից արդեն զանազանվել է, ինձ թվում է արդեն այդ քաղելու ժամանակն է ու վեհափառ Հայրապետը ամենալավը կհասկանա, երբ է այդ ժամանակը։ Այո, երբ է այդ ժամանակը, երբ որ պետք է այդ որոմներին արդեն քաղել եւ այրել։ Պայքարը դուք եք պայքարի մեջ եղել, սրբազան պայքարի մասին է խոսքը։ Պայքարը ինչ հաջողվեց եւ ինչ սպասենք այդ պայքարից եւ չգիտեմ մյուս տիրադարները եւ իրենց հրամանատարին ինչ է հաջողել, ինչ սպասենք իրենցից։ Սրբազան պայքարը մի շատ կարեւոր բան արեց, որը որ 24 թվականի մարտ ամսին թվում էր անհավատալի, դրա մասին Բագրատ Սրբազանն էլ է շատ խոսել, երբ որ Արցախի հանձնումից հետո համատարած ապատիկ վիճակ էր, ոչ ոք չէր հավատում, որ այս ժողովուրդը ոտքի է ելնելու, Նիկոլ Փաշինյանն էլ մտածում էր ինչ ուզի արդեն կարող է անել, որովհետև իրոք ասում են այս ժողովուրդը մեռել է, այս ժողովուրդը անտարբեր է, ոտքի չի ելնելու, Բագրատ Սրբազանը կարողացավ ցույց տալ, որ եթե դու մարդկանց նորմալ առաջարկ ես ներկայացնում, մարդիկ ոտքի կելնեն։ Ցավոք սրտի մենք Բագրատ Սրբազանի գլխավորության ոտքի ելածներս դեռ այնքան պատրաստ չէինք եւ համապատասխան կազմակերպվածություն դեռ չունեինք, որպեսզի այդ օրերին հաջողություն գրանցեինք, բայց միգուցե այդ ամեն ինչում նաև Աստծո նախախնամությունը կար, որովհետև եթե չլինեին այդ օրերը, չարը չէր ինքնաբացահայտվելու մեր մեջ, ու մենք այդ ամբողջ կեղտով հանդերձ չէինք կարողանալու մտնել մաքրության տիրույթ ու կառուցել այն պետությունը, որի մասին մենք բոլորս երազում ենք, որովհետև Թումանյանն էլա չէ, ասում է եւ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, իրենք պիտի արժանանան այդ երկրին։ Իսկ մեր մեջ դեռ կային այդ պղծված շուրթերը, պղծած անձինք, հիմա
կարծում եմ Աստված տնօրինում է ամեն ինչ ու թույլ չի տալու, որ մեր պետությունն ու մեր եկեղեցին, որովհետև փոխկապակցված է այդ ամեն ինչ։ Եթե եկեղեցուն կարեցան կոտրեն, պետությունն էլ է վերջնականապես քանդվելու իմ կարծիքով, թույլ չի տալու, որ մեր պետությունն ու եկեղեցին քանդվեն։ Տիրադավների հասած հաջողությունները ես անկեղծ հաջողություն չեմ համարում, այնտեղ հաջողություն չկա, իրենք ոչ համայնք ունեն, տեսեք, օրինակ վերցնենք Միքայել Սրբազանին, վերցնենք Բագրատ Սրբազանին, հա, այդ երկուսի հետ ես շատ եմ շփվել, ի տարբերություն Արշակ Սրբազանի ու մնացած սրբազանների, որ հիմա մնացել են Վեհափար Հայրապետի կողքը։ Բագրատ Սրբազանը, դուք էլ եք տեսել, ինքը պարզ մարդկանց հետ շփվող մարդ էր։ Ինքը երբեք իրեն այդպես թագավորի դիրքում չի դրել, ասի ես տենց չեմ իջնում իմ բարձրությունից շփվեմ մարդկանց հետ, հա, բայց այդ տիրադավներից որ մեկն է եղել պարզ մարդկանց շփվող անձնավորություն։ Իրենք չունեն համայնք։ Այդպես մի քանի իրանց ձեռքի տակ աշխատած մարդիկ կան, որոնք իրանց հետ են։ Այդ մարդիկ համայնք չձևավորված, մարդկանց հետ կենթանի շփում չունեցած անձինք են, իրանք չեն էլ հասկանում այս մարդկանց ինչ է պետք։ Նավասարդ Սրբազանն ա շփվել, Արտակ Սրբազանն ա շփվել, հա, իրենք այդպես իրենց թագավորի տեղ դրած ապրել են միշտ, օգտվել են Վեհափարի բերած բոլոր բարիքներից, այսպես Վեհափարն է իրանց չէ, պաշտոնները շնորհել, այդ բոլոր բարիքներից իրենք օգտվել են ամբողջ ժամանակ, իսկ Միքայել Սրբազանը ունի համայնք, տեսնում ենք հիմա այդ համայնքը ինչեր է անում, Բագրատ Սրբազանը ունի համայնք, ունեցել է համայնք, Մկրտիչ Սրբազանի քահանաները, բրավո իրենց, ես խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ, ինչքան հավատարիմ են մնացել, ու այդ ամեն ինչը վկայություն է, որ այդ մարդիկ նորմալ ծառայել են, այսինքն իրենց առաքելությունը հասկանալով ծառայել են այդ մարդիկ։ Բագրատ Սրբազանը երբ որ ձեռնադրվել է, ինքը ասում ամբողջ ժամանակ իմ աղոթքն է եղել, Տեր, եթե ես վատը լինեմ, թող սա լինի օրինակ մարդկանց համար, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը, եւ եթե ես լավը լինեմ, թող դա լինի իմ ժողովրդի շահի ու Աստծո փառքի համար։ Սեփական, անձնական որևէ բան չեն դրել դրա մեջ այդ մարդիկ ծառայության գնալուց։ Դրա համար այսօր շատ հեշտությամբ, երբ որ ասում ենք հեշտությամբ կարողանում են տանել բանտարկությունը, այդ նրանից է, որ իրենք անանձնական կյանքով են ապրում, նույնիսկ այն ինչը որ իրենք հիմա անում են, դա իրենք համարում են զոհաբերություն։ Իրենց կողմից արած զոհաբերություն, նույնիսկ կյանքը պատրաստ են իրենք այդ մարդիկ զոհաբերել հանուն այս պետության կայացման, որովհետև իրենք արդեն 30 տարի Բագրատ Սրբազանը, չգիտեմ քանի տարի Միքայել Սրբազանը ու մյուս սրբազաններն համապատասխան տարիներով անանձնական կյանքով են ապրում։ Իրենք չունեն որևէ անձնական բան։ Այդ դրա պատճառով է, որ Բագրատ Սրբազանին, երբ որ այնտեղ ասում են բա տնային կալանք գնանք, ասում է ես տուն չունեմ, որ գնամ տնային կալանք։ Այդ մարդը որևէ հարստություն, որևէ նյութական բան չի կուտակել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ես իր մասին եմ խոսում, որովհետև իրան գիտեմ ամենաշատը։ Միշտ որ Տավուշի թեմի առաջնորդարան գալիս էին, դուք էլ եք եկել։ Երբ որ ես մարդկանց տանում էի այդ շենքով պտտում ներկայացնում ինչեր է Բագրատ Սրբազանը արել Տավուշում, որ մտնում էինք իր աշխատասենյակ, ցույց էի տալիս մի հատ գորգ, ասում էի, այս գորգը Բագրատ Սրբազանի միակ սեփականությունն է։ Այսինքն իր տատիկի օժիտի գորգը միակ բանն է, որ ինքը ունի նյութական։ Մնացած ոչ մի բանը իրենը չի։ Նույնիսկ այն մեքենան, որ իրեն նվիրել էին, որ պիտի ինքը վարեր այդ մեքենան է նվիրեց Արցախի նախագահին, այսինքն ինքը այդքան կապվածություն չունի նյութի հետ։ Դրա համար իրենք հիմա հայրենիքի համար այս պայքարը պատվով են ընդունել, ու որ ասում են այո մենք լավ ենք, իրենք լավ են այն բանի պատճառով, որովհետև իրենց կյանքը իրենց անձնական հաճույքների մասին չի եղել երբևէ։ Այդպես, թե չէ տիրադավները չեն հաջողել, նրանք չեն էլ կարող հաջողելու, բայց իրանք չեն էլ հաջողել։ Ինչ հաջողություն ունեն գրանցած մինչև հիմա։ Մի քանի տասնյակ հոգևորական ա միացել իրանց քահանաները, դա է հաջողություն, էլի կմիանան։ Երևանի հոգևորականների մեծ մասի ձայնը չի լսվում։ Ծպտունները չկա, ոչ այն կողմն են, ոչ այն կողմը։ Իրենք էլ իրանցից ոմանք էլ կանցնեն հաստատ տիրադավների կողմը, բայց դա ինչ է փոխելու։ Իրենք են հերձվածը, իրենք են աղանդը։ Կարող է տենց մի օր էլ որոշեն իրենք իրենց համար տենց հակաթոր կաթողիկոս ընտրեն։
Մեր եկեղեցիները օրինակ վրաց եկեղեցին էլ ունի որոշ եկեղեցիներ մեզնից վերցրած, բայց դրանից ինչ է փոխվել մեր կյանքում։ Այստեղ էլ թող մի քանի եկեղեցի գրավեն վերցնեն, բայց մինչև երբ են կարողանալու իրանք այդպես պահել։ Մի շատ կարևոր բան էլ կա ներողություն։ Չեն հաջողի, այնքան վստահ եմ Աստծո վրա, չեք պատկերացնի, չեն հաջողելու իրանք։ Մանավանդ հիմա որ տեսնում եմ մի բան, ձեզ շատ շնորհակալություն ու բոլոր լրատվականներ, որտեղ գնում եմ, շնորհակալություն եմ հայտնում։ Իմ կարծիքով ես որ բանտից դուրս եկա, այդ շատ ուժեղ նկատել եմ։ Հիմա որ ասում են ընդդիմություն, ավելի շատ լրատվականներն են այդ ընդդիմադիր գործողությունը կատարում հիմա այս երկրում, ամեն ինչ բան էս ընդդիմադիր լրատվական, մի քանի լրատվական կան ու մի քանի լրագրողներ են, որ ջահը վերցրած գնում են առաջ։ Իրոք շատ շնորհակալություն ձեզ այն ամեն ինչի համար, ինչ որ անում եք։ Մի ուրիշ բան էլ էս տիրադավների հետ կապված կուզեի ներկայացնել։ Իրենք ներկայանում են որպես անվախներ, տիրադավները, ասում են մենք անվախ գտնվեցինք, վերջապես այդ վախերը հաղթահարեցինք ու կարողացանք դուրս գալ եւ ճշմարտությունն ասել վեհապարի մասին, հա, եւ ընդհանրապես եկեղեցու բարենորոգման այս գործողությունը սկսեցինք։ Հիմա իրենք են անվախները, ովքեր որ պահկվել են ամբողջ պետական ռեսուրսի ետևում, Նիկոլ Փաշինյանին այսպես առաջ մղած, ամբողջ պետական ռեսուրսը ներդրված է իրենց ապահովությունը, իրենց ապահով վիճակ բերելու համար, իրենց ապահովությունը ապահովելու համար, մի տեսակ տավտոլոգիա ստացվում, բայց այտենց չգիտեմ ինչպես ասեմ, այսինքն իրենց անվտանգությունը ապահովելու համար ամբողջ պետական ռեսուրսը աշխատում է իրենց համար։ Հիմա իրենք են անվախը, թե են մարդիկ, ովքեր դուրս գալով այդ ամբողջ պետական անիրավ համակարգի դեմ, իշխանական այդ հակաօրինական գործողությունների դեմ մնում են հավատարիմ իրենց ուխտին։ Ինձ թվում է այն մեծամասնությունը, ով որ մնացել է վեհապարի կողք, իրենք են անվախները։ Ինչքան էլ ուզում են նրանք ներկայացնեն, որ մենք վախերի մեջ էինք ապրում, վերջապես կարողացանք հաղթահարել այդ վախերը։ Դուք վախերի մեջ էլ այդպես գնալու եք գերեզման, այսպես ասած։ Չեն կարողանալու իրանք այդ ճղճիմ անձնական ցանկությունները հաղթահարել, որովհետև երբ որ մարդը չի հաղթահարել իր այդ ներքին անձնական ցանկությունները, ինքը չի կարող երբևէ հաղթանակ ունենալ։ Միշտ այդպես է։ Մեր բոլոր սրբերի կյանքը վերցրեք այդպես է, սպորտային հաղթանակները վերցրեք այդպես է, ինչ ուզում եք վերցրեք, ցանկացած հաղթանակի հիմքում անանձնական այդ զգացումներն են ընկած։ Երբ որ մարդը ուզում է իր պետության դրոշը բարձրացնի, ոչ թե ինքը անձամբ լինի ինչ որ այտենց ուժեղ դեմք, հա, այդպես չեն հաջողելու իրենք։ Շատ լավ, դուք 5 ամիս շարունակ եղել եք բանտված քրեակատարական հիմնարկում։ Հիմա մեծ աղմուկ է բարձրացել, որովհետև մեծ բարերար Սամվել Կարապետյանին նկատմամբ խոշտանգումներ կան, գիտեք, որ շատ ծանր պայմաններում են պահել, հիմա երկկողմանի թոքաբորբ ունի։ Նարեկ Սամսոնյանն արդեն 11 օր շարունակ հացադուլի մեջ են, պատժիչքուց են տեղափոխել, տոխանաբժշկական հսկողություն լինի, կյանքի վտանգ է սպառնում։ Գիտեք, որ սրբազանները առողջական լուրջ խնդիրներ ունեն, եւ էլ չեմ ասում են դաժան պայմանները, ես վստահ եմ, որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում դա, խնդրեմ փոխանցեք, ինչ է կատարվում եւ ինչ են ձեր գործընկերները, թիմակիցները փոխանցել։ Տեսեք, երբ որ ես արդեն 2 ամիս էր բանտում էի, ունեի որոշակի խնդիրներ, այդ անհարմար մահճակալից մեջքս ցավում էր, բայց երբ որ ես տեսա այնտեղի առողջապահական համակարգը ինչպես է, մտածեցի, որ ինձ տիրություն անող չկա այստեղ, ես պիտի իմ հարցերը լուծեմ, սկսեցի գնալ մարզասրահ, կարգավորվեց այդ հարցերը։ Ինչ որ չափով այդ խնդիրները համակարգային խնդիրներ են, այսինքն մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ, հա, չկա որևէ ինստիտուտ, որի մեջ բնականon նորմալ աշխատանքով այդ ինստիտուտը աշխատի։ Հիմա նույնն է այդ քրեակատարողական ծառայությունն է։
շատ վատ է այնտեղ առողջական խնդիր ունեցող մարդկանց վիճակը։ Ես ունեի խցակից, ով որ ամիսներով ուներ ճնշման խնդիր, շատ վատ ճնշման խնդիր, 120 մինչև 180 բարձրանում էր ճնշումը, քանի որ այնտեղ մշտապես բժիշկ չի լինում, այնքան որ այդտեղ եղած բուժքույրը դեղ էր տալիս, այնքան որ իր հերթափոխին չմահանա այդ մարդը, այսինքն ընդհանուր խնդիր կա, բացի նրանից, որ հիմա կա հատուկ վերաբերմունք այդ մարդկանց նկատմամբ, քաղբանտարկյալների նկատմամբ, կա նաև նման խնդիր ընդհանուր քրեակատարողական ծառայությունում, իրենք չեն կարողանում ապահովել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժումը, նորմալ չեն կարողանում ապահովել, բայց բնականաբար հատուկ վերաբերմունք կա քաղբանտարկյալների նկատմամբ, իմ նկատմամբ անձամբ ես չեմ նկատել, կանանց մոտ մի քիչ ուրիշ էր, բայց մնացածից ինչ որ լսել եմ, ասենք այն, որ հացադուլում գտնվող մարդու մոտ, մանավանդ լուրջ առողջական խնդիր ունեցող մարդու մոտ բժիշկ չի այցելում, այդ արդեն կարմիր լույս է, էլի, այսօր հազիվ ՄԻՊ-ը ընդունել է այդ ակցիա իրականացնող անձանց, այսքան օր 11 օր ՄԻՊ-ը նույնիսկ չի գնացել այցելելու, մի հատ տեսնի այդ ինչի է այդ մարդը հացադուլանում ու ասել, որ ՄԻՊ-ը չգիտի, հնարավոր չէ, էլի, ասենք ամբողջ մամուլը դրանով է ողողված, ամեն ձևով այս միջոցով ուզում են ճնշել մարդկանց, ցույց տալ, որ ով ուզում է սեղի, ուզում ես ազգային բարերար եղի, ուզում ես, չգիտեմ, Լիդիան եղի, որ ոչ մեկ չի ճանաչում իրան, ով ուզում է սեղի, բոլորիդ ճնշելու ենք, էդ է իրանց ուզածը։ Այ այս օրն եք ընկնելու դուք բոլորդ։ Հիմա վախեցնում է բոլորին, որ ոչ մեկ ռիսկ չանի իր դեմ ինչ-որ գործողություններ անի։ Նիկոլ Փաշինյանի սիրած ոչնե ու ցանկացած բռնապետի։ Եթե արժանի լինեին, թող ստանային։ Ես միշտ կողմ եմ եղել, որ պետական համակարգում աշխատող անձինք, ծառայող անձինք իրապես բարձր աշխատավարձ ստանան ու վարձատրվեն ըստ արժանվույն։ Բայց մենք գիտենք իրանք ինչ են անում եւ դա հեչ համարժեք չի իրենց արածին, եթե իրանք իրոք պետությունը նորմալ վիճակի հասցնեին, մենք շատ կուրախանայինք, կասեինք ապրեն, մալադեց իրանց, մի հատ էլ պարգևավճար են ստանում։ Այնպես որ նորմալ չի։ Տեսեք, պետությունը նույնիսկ չի կարողանում, մենք 18 հոգի ենք, չէ, քրեական գործով, այսպես ասեմ։ Այդ 18 հոգուն իմ սուբյեկտիվ կարծիքով ինչի մի մասին ազատ թողեցին, որովհետև իրանք չունեին ռեսուրս նույնիսկ այդ անձանց նորմալ բերելու դատարան հետ տանելու։ Գալիս էին ինձ վերցնում էին Աբովյանից, իջնում էինք Իզմիրլյանից 2 հոգու վերցնում էինք, Աբովյանից հնարավոր է մենակ ես չլինեի, կարող է այդ օրը ուրիշ դատի գնացող ինչ-որ մեկն էլ լիներ, վերցնեին։ 4 տեղանոց մեքենայում վերցնում էին մեզ երկուսից, գալիս ենք Իզմիրլյան, վերցնում էին 2 վատառողջ մարդու, իջնում էինք KGB, այդ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Սրբազանին ու Իգրին էլ վերցնում էինք, այդպես մեկը կանգնած, մեկը չգիտեմ ինչ վիճակով, այդ մեքենայով գնում հասնում էինք դատարան։ Մի օր քնչականից վերադառնալիս մեքենա չունեին ընդհանրապես, որ մեզ տանեն, մի հատ հին ուազ ունեն, իրենք հենց այդ ոստիկանական ծառայությունը ուղեկցող, իրանք այդ մեքենան անվանում են Մաշա Մեդվեդի մեջի բան է, հալուրջ եմ ասում, Մաշա Մեդվեդի մուլտիկի մեջի գայլերի մեքենան, այնտեղ մի հատ տենց խարխուլ մեքենա կա, հետո որ դուրս եմ եկել բանտից գնացել միացրել եմ այդ մուլտֆիլմը, նայել եմ տեսնեմ այդ ինչ մեքենա, լրիվ այդ մեքենան է, խարխուլ մեքենա։ Նստում ես մեջը բենզինի հոտ է գալիս, ահա որ շատ, ներսում սենց ճաղավանդակով դռներ կան, այդ դուռը չի փակվում։ Կենտրոնի դատարանը գիտեք որտեղ է գտնվում, Ռասիա կինոթատրոնի մոտ։ Այդտեղից հասել ենք մինչև Հերացի փողոց, մեքենան խափանվել է։ Վարորդը դուրս է եկել, սաքոն, վերցրել է մի հատ տենց կանիստր, գնացել է, գտել է մի հատ բենզակալոնկա, այնտեղից բենզին է լցրել, բերել լցրել մեքենայի մեջ, մի երկու գործողություն արել, գնացինք առաջ։ 3 տեղ կանգնեց մինչև հասանք Ավան, տեսան չի լինում, զանգեցին, խնդրեցին, որ այդ պահին
մասիվի դատարանում գտնվող ինչ-որ մի մեքենա գա մեզ այդտեղից վերցնի ուղեկցի Աբովյան։ Բոլոր տեղերում բացի դիտավորությունը, նաև իրանք ունակություն չունեն այդ անելու, իրանք ունակություն չունեն որևէ նույնիսկ փոքր կազմակերպություն, ցավում եմ, բայց շատ ճիշտ էր ասում Ալիևը, երբ որ ասում էր կոլխոզ չի կարող ղեկավարել այդ մարդը, այսինքն այդքան անփույթ են իրենք, բացի նրանից, որ կա դիտավորություն այս քաղբանտարկյալներին ճնշելու, իրենք նաև չեն կարող ուղղակի, այո, ու ես նույնիսկ վստահ եմ, որ մեզնից մի մասին հենց այդ պատճառով են ազատ թողել, որովհետև իրենք չէին կարողանում մեր տեղաշարժը ապահովեն նորմալ։ Այդպես։ Բայց իրենք շարունակում են մնալ իշխանության եւ պատրաստվում են ընտրությունների, դժբախտաբար։ Դե պիտի այնպես անենք, որ ինչքան հնարավոր է շատ մարդ մասնակցի ընտրություններին, որովհետև ինչքան շատ մարդ մասնակցեց, այնքան ավելի քիչ կլինի իրանց տոկոսը ու չեն ընտրվի, բայց ես հույս ունեմ, որ կլինի նաև պայքարի այլ տարբերակ, որովհետև մի տեսակ չեմ հավատում, որ Հայաստանում ընտրությունով որևէ անգամ իշխանություն է փոխվելու։ Պետք է լինի պայքար ու պետք է ընդդիմադիր դաշտը, չեմ ասում միայն քաղաքական ուժերը, ընդդիմադիր դաշտը միշտ պատրաստ լինի փողոցային խաղաղ անհնազանդություններ կազմակերպելուն, որովհետև գործիքներից մեկը դա է հասնելու հաջողության։ Ուղղակի այլի ասում եմ, Նիկոլ Փաշինյանը մեզ բանտարկելով ցույց տվեց, որ նա չի հանդուրժելու փողոցում, հիմա որ ասում է, չէ, գնացեք, հեղափոխություն արեք, հեղափոխություններ կազմակերպեք, նա ասաց, որ չեմ թողնելու, որ դուք կազմակերպեք դա։ Երբ որ Բագրատ Սրբազանը արդեն նորմալ կազմակերպվածության էր բերել պայքարը, Բագրատ Սրբազանին ու նաև իր հետ տարբեր խմբերից անձնավորության նաև ինձ անձանց տարավ բանտ։ Ասես չեք անելու դուք այն, ինչ որ որոշել եք անեք։ Ու հիմա մտածում եմ ցանկացածը, որ որոշի ինչ որ նախաձեռնությամբ հանդես գալ, կամ ահաբեկչություն, կամ զանգվածային անկարգություն, մի այդպիսի հոդված կհորինեն, կտանեն այդ մարդկանց բանտ, բայց միևնույնն է պայքարը պիտի շարունակվի, որովհետև տանում են բանտ, բանտից դուրս ենք գալիս, չէ՞ մեկը։ Դժբախտաբար, բայց անկեղծ պայքարի դուրս եկած մարդիկ դրան էլ են պատրաստ, ես ասում եմ, ես միշտ մտածել եմ, որ իրենք կարող են մեզ կյանքից էլ զրկել, բայց պատրաստ ենք դրան, պայքարին և նաև կյանքից զրկվելուն, ձեզ շնորհակալություն։